Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Ամեն անգամ Ադրբեջանից հնչող ցնդաբանություններին անդրադառնալուց հետո որոշում ենք դրանց մասին միառժամանակ չխոսել։ Սակայն կար ժամանակ անց այդ երկրի բռնապետը ավելի աբսուրդային թեմաներ է ասպարեզ նետում, որից հետո ադրբեջանական քարոզչամեքենան լցվում է նոր նարատիվների տարածման գործին։ Իսկ այս դեպքում չխոսել կնշանակի ջայլամի կեցվածք ընդունել։ Այլ է պատկերը Հայաստանում։ Լսում ենք Հայաստանի իշխանություններին, անգիստ շունչ են քաշում։ Խաղաղություն է եւ վերջ։ Մինչդեռ Ալիևը հարևանի հետ խաղաղ ապրելու ծրագրեր չունի։ Սրա մասին է վկայում ռազմական ծախսերի տարեց տարի ավելացումը, դպրոցներում ու լրատվամիջոցներով հայկական հողերը ադրբեջանական ներկայացնելը, ադրբեջանցիներին ցեղասպանելու, բռնի տեղանելու եւ այլ բարբաջանքները։ Սա էլ բավարար չէր։ Հիմա էլ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատաքննություն կոչվող ֆարսի մասին խոսելիս Ալիևը զուգահեռներ է անցկացնում Նյուրնբերգյան դատավարության հետ։ Արցախի ղեկավարների հանցանքները որակելով նացիստ առաջնորդների կատարածից ավելի ծանր։ Իսկ մեր կողմից կատարյալ լռություն։ Չկա մի իշխանավոր, որ հարց ուղի հազարավոր հայերին սպանելու հրաման տվածին։ Եթե այդպես է, ինչու է վախենում միջազգային ատյաններում հայցերի քննումից ու խաղաղության փաստաթղթում ներառում միմյանց նկատմամբ հայցերից հրաժարվելու կետը։ Հենց դա չլինի, հաջորդ օրը պաշտոնապես կստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Խոսելով Հայաստանի սահմանադրությունը փոխելու եւ անկախության հռչակագրին հղումը հանելու մասին, օրերս հայտարարեց Ալիևը։ Իսկ ինչ կլինի, եթե հանրաքվեի արդյունքում հայաստանցիները մերժեն սահմանադրության փոփոխությունները։ Կարծում եմ շուտով ադրբեջանական քարոզչամեքենան կխոսի այս մասին։ Ենթադրելի է, որ առաջիկայում ադրբեջանցիները փորձելու են ճնշում գործադրել հայ հասարակության վրա պահանջների կատարումը համեմելով սպառնալիքների հետ։ Պետք է կույր լինել, չտեսնելու, որ Ալիևի այսօրվա պահվածն ու գործելավոճը Հայաստանից առավելագույնը ստանալու քաղաքականության շարունակությունն է։ Ալիևը շահագրգիռ չէ տարածաշրջանի ապաշրջափակմամբ։ Նրան միջանցք է պետք դեպի Նախիջևան, ելք դեպի Թուրքիա։ Վկայությունը խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ օրերս նրա հեգնանքով արձագանքներ։ Այս եւ այլ հարցերը քննարկել ենք Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։ Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության արդյունքում։ Ես այնտեղ դատվել եմ որպես հայ, թշնամի, որի իրավունքները ընդհանրապես չի պաշտպանվել։ Բռնապետական Բաքվի գոյություն չունեցող դատական համակարգը համեմատել է Նյուրնբերգի հետ։ Ղարաբաղի ժողովրդին եմ ասել, որովհետև ասում են, բա վերադառնանք։ Ես ասում եմ, դա իրատեսական չի։ Դա օգտակար չէ խաղաղության գործընթացի համար։ Ֆրանս 24-ին տված հարցազրույցում Ալիևը ըստ էության բացառել է Բաքվում ապօրինաբար պահվող եւ վերջերս շինցուգործերով դատապարտված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս գերիների ազատ արձակումը։ Որքանով է սա համահունչ խաղաղություն հաստատելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։ Առհասարակ խաղաղության գործընթացը եւ գերիների ազատ արձակման գործընթացը որևէ կերպ չէր կարելի բաժանել իրարից, դրանք միևնույն գործընթացն են, այստեղ Հայաստանի իշխանությունների մեծ սխալն է, որ իրենք այդ գործընթացները բաժանել են, այսինքն առանձին բանակցություններ ենթադրվում է, որ վարում են գերիների թեմայով, առանձին խոսում են խաղաղությունից, այդ գործընթացները փոխկապակցված գործընթացներ են եւ այդ առումով պետք է շատ ավելի ճիշտ դիրքավորում վերցնել, իսկ Ադրբեջանի նախագահի խոսքը հնչող հարցադրումը այնպիսին էր, որ ցույց է տալիս, որ Ադրբեջանը իրապես զգում է իր նկատմամբ միջազգային ճնշում այդ հարցի հետ կապված եւ շարունակում է իր հին քաղաքականությունը փորձել այդ մարդկանց հանիրավի պատկերել որպես հանցագործներ, ոճրագործներ, նույնիսկ օգտագործում են նացիստներ տերմինը, բայց այստեղ մի շատ པարզ տրամաբանական հարց կա, եթե Ադրբեջանը ունենար փաստական հենք այդ մարդկանց նման ծանր հանցագործությունների մեջ մեղադրելու համար, ապա հենց ինքը շահագրգիռ կլիներ, որպեսզի միջազգային իրավական ատյաններում ապացուցվեր թե Հայաստանի Հանրապետության, թե այդ մարդկանց մեղավորությունը, բայց Ադրբեջանը, ինչպես գիտեք, ընդհակառակը պայման է, նախապայման է առաջ քաշել խաղաղության պայմանագրով, որպեսզի հայցերը հետ քաշվեն։ Եվ ինչ հետաքրքիր, ինչ որտեղ անհեթեթ իրավիճակ է ստեղծվում, փաստացի Ադրբեջանը, որը փորձում էր այս ամբողջ ֆարսային դատավարությամբ այդ մարդկանց եւ մեզ պատկերել որպես նացիստներ եւ հանցագործներ, ճնշման է ենթարկվում այսօր միջազգային հանրության կողմից այդ մարդկանց ազատ արձակելու հետ կապված։
Ալիևը խոսելով Արցախի ղեկավարության դեմ ուղղված մեղադրանքների եւ դատաքննություն կոչվող բեմադրության մասին զուգահեռներ է անցկացրել Նյուրնբերգյան դատավարության հետ Արցախի առաջնորդների իբր հանցանքները որակելով ավելի ծանր, քան նացիստական պարագլուխներինը։ Ալիևը օգտվում է առիթից, որ իրեն հակադարձող չկա։ Այդ տերմինը Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը եւ ողջ ադրբեջանական մամուլը կիրառել է մեր հայրենակիցների նկատմամբ եւ այդ ֆարսային դատավարությունների նկատմամբ առաջին իսկ օրվանից, երբ դրանք մեկնարկել են անցած տարվա հունվար ամսից։ Ոստի դա տևական ժամանակ շրջանառվում է Ադրբեջանի կողմից, այո, Ադրբեջանը օգտվում է այն հանգամանքից, որ իրեն հակադարձող չկա, որ իրեն ռազմական հանցագործությունների մասին հիշեցնող չկա, որ ինքը կարող է գնալ տարբեր մրցանակաբաշխությունների ու ներկայանալ որպես խաղաղության ճակերտավոր աղավնի, այսինքն այն բոլոր փաստերը, որոնք կան Ադրբեջանի ձեռնարկած բավականին վտանգավոր քայլերի հետ կապված, դրանք չեն հնչեցվում, չեն բարձրաձայնվում կոնկրետ իշխանությունների կողմից, եւ այդ տրամաբանության շրջանակներում Ալիևը հանդգնում է նման տերմիններ օգտագործել մեր հայրենակիցների նկատմամբ։ Ժամանակին հայկական իշխանությունները ադրբեջանցիների Հայաստան վերադարձի թեմային հակադարձում էին Բաքվից, Սումգայիթից ու այլ քաղաքներից գաղթած հայերի վերադարձի հարցը բարձրացնելով։ Այժմ արցախցիների վերադարձի հնարավորությունը Ալիևը կապում է 100 հազարավոր ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու հետ, վերջիններիս անվանելով արևմտյան ադրբեջանցիներ։ Արցախի էջը փակելուց զատ ինչ խնդիր է փորձում լուծել Ալիևը։ Առաջին անգամ Ադրբեջանի ղեկավարը մեր պետությունը կոչել է Արևմտյան Ադրբեջան 2022 թվականի դեկտեմբերի 24-ին, 2 ամիս այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս։ Ուստի համադրել այդ երկու խնդիրները բավականին անտրամաբանական է, որովհետև ճիշտ հակառակն է տեղի ունեցել, երբ Հայաստանի իշխանությունները գնացել են այդ թեմայի փակմանը ենթադրաբար, Ադրբեջանը բացել է նոր տարածքային հավակնություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Խնդրահարույց է, որ հենց նույնը Հայաստանի իշխանություններն են անում նման համեմատություններ Արցախի հիմնահարցի եւ Արևմտյան Ադրբեջան կոչվող զավթողական կոնցեպտի միջև։ Ինչու եմ ասում, որովհետեւ եթե Ադրբեջանը ուղղակի խոսեր խորհրդային Հայաստանում ժամանակին ապրած ադրբեջանցիների մասին, դա կլիներ փոքրինչ այլ բնույթի եւ բովանդակության խոսակցություն, բայց մեր պետությունը կոչել Արևմտյան Ադրբեջան եւ հանդգնել անգամ այդպիսի տերմինաբանություն կիրառել միջազգային հարթակներում եւ լրագրողների հետ զրույցներում, դա խոսում է հայկական դիվանագիտության եւ քաղաքականության լուրջ բացթողումների մասին։ Հակառակ դեպքում Ադրբեջանը որևէ ձևով չէր հանդգնի նման հստակ ծավալապաշտական տերմինաբանություն կիրառել։ Բաքու TV հեռուստալիքով հեռարձակվում է Արևմտյան Ադրբեջանի քրոնիկա հաղորդաշարը, որտեղ Հայաստանի ինքնիշխան տարածքը անվանում են ադրբեջանական հող։ Հայատյացությունն ու Հայաստանի տարածքների նկատմամբ նկարտումները դպրոցներում ուսումնական ծրագրի անբաժանելի մաս են։ Ինչին է իրականում նախապատրաստում սեփական հասարակության Ալիևը, ով արտաքին լսարանի համար խաղաղությունից է խոսում։ Իրականում շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է կատարվում Ադրբեջանի հասարակության ներսում, եւ դրա համար ես անձամբ զբաղվել եմ Ադրբեջանի դասագրքերի ուսումնասիրությամբ, որոնք նշեն, որ փոխվել են 2020 թվականից հետո, այսինքն այդ դասագրքերի բովանդակությունը որոշակի փոփոխություն է կրել։ Նախ իրենք ավելացրել են հատուկ դասաժամ, որը կոչվում է հաղթանակի պատմություն եւ ամբողջությամբ նվիրված է Ադրբեջանին, եւ բացի դրանից 5-րդ դասարանում ադրբեջանցի երեխաները առաջին անգամ բացում են պատմության դասագիրք եւ անցնում են պատմություն, եւ այդ պատմության դասագրքում գրված է, որ Հայաստանի Հանրապետություն կամ նշում են հայկական ԽՍՀ-ն իրենց պատմական հողն է եւ այս տրամաբանությամբ մի ամբողջ ցերունդ է մեծանում։ Ընդ որում ասեմ, որ նույնիսկ նախադպրոցական կրթական հաստատությունների ուսումնասիրությունը դասագրքերի հեքիաթների ուսումնասիրությունն է ցույց տվել, որ Հայաստանը ներկայացվում է որպես ադրբեջանական տարածք։ Նախ նշեմ, որ սա որևէ պատմական հիմք չունեցող, որևէ տրամաբանական, փաստական հենքից զուրկ պնդում է, որը հստակ զավթողական նպատակներ է հետապնդում։ Եթե պետությունը եւ պետության ղեկավարությունը ձգտեր խաղաղության, ապա երբեք որևէ կերպ շրջանառության մեջ չէր դնի այս հայեցակարգը, ոչ միայն չէր դնի, այլև ակտիվ չէր տարածի այն։ Խոսվում է Բաքու TV հրապարակումների մասին, բայց նույն Ադրբեջանի լրատվական, պետական լրատվական ազարթաճ գործակալությունը ամենօրյա մակարդակով երբեմն օրական 1-2 անգամ հրապարակումներ է անում, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես ադրբեջանական հող։ Սա հստակ խոսում է պետական քաղաքականության մասին, պետության ղեկավարությունը ռեսուրս, փող եւ միջոցներ է դնում դրա համար, դա նշանակում է, որ դա լուրջ ռիսկեր է պարունակում եւ այդ ռիսկերը չի կարելի թերագնահատել։ Ես կարծում եմ այդ քաղաքականությամբ Ադրբեջանի ղեկավարը առնվազն ունի միտումներ հետագայում փորձել հարցեր առաջացնել հայերի Հայաստանում բնակվելու հետ կապված, առնվազն իր քաղաքականություն դրա մասն է խոսում։ Ալիևը օրես կամահրանքով է արտահայտվել խաղաղության խաչմերուկի մասին, նշելով, թե Թրամփի օրոք գործարկվել է թրիփը, երբ վերադառնա Բայդենը կվերագործարկի խաղաղության խաչմերուկը։ Այս հայտարարությամբ Ալիևը մերժում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, նպատակ ունենալով ստանալ միայն Նախիջևանի հետ կապի հնարավորություն։
Միանշանակ Ադրբեջանը ցանկանում է առաջնահերթ ստանալ Նախիջևանի հետ կապի հնարավորություն եւ TRIP-ի հետ կապված Ադրբեջանը, Հայաստանը եւ ամերիկյան կողմը ես կարծում շատ տարբեր բաներ են հասկանում, ճիշտ է, բանակցությունները ընթանում են, փորձում են համաձայնության գալ, բայց օրինակ առաջնահերթ ամերիկյան կողմի համար երկաթուղին է։ Ադրբեջանը հասկանում է դրա հետ կապված ճանապարհը, ինչպես ինքն է պնդում, անխոչնդոտ ճանապարհ։ Այսինքն տարբեր ընկալումներ կան դրա հետ կապված, որը հետագայում կարող է որոշակի ռիսկեր առաջացնել, առնվազն քանի դեռ Թրամփը գտնվում է օվալաձև սրահում, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները ղեկավարում է Թրամփը եւ նրա անունով է կոչվում այդ ճանապարհը, կարծում եմ այդ խնդիրները կարող են հարթվել։ Բայց 3 տարի հետո ինչ իրավիճակ կլինի եւ ինչ հարցեր կառաջանան եւ ինչ քայլերի կգնա Ադրբեջանը, դրա հետ կապված պետք է ռիսկերը ճիշտ հաշվարկել, հաշվի առնելով Ադրբեջանի վրաց թե տեղեկատվական, թե դիվանագիտական, թե ընդհանուր ռազմական քաղաքականությունը։ Այդ ամբողջ տարբեր գործոնների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առնվազն այս պահին Ադրբեջանը շարունակում է չբացառել հնարավոր ռազմական սցենարը։ Միտուն լիքը դարդ։ Այս բնորոշումը առավել քան դիպուկ է խեղված ճակատագրեր էջում տեղ գտնող ընտանիքների համար։ Սակայն այն, ինչին ակնհայտ է եղել մեր նկարանող խումբն ու Բարաշենում, վեր է անգամ ամենավառ պատկերացումներից։ 48-ամյա Նոնա Ստեփանյանը միայնակ է մեծացնում 3 անչափահաս երեխաներին։ Ինչու՞։ Որովհետև տարիներ շարունակ ընտանիքը ենթարկվել է հոր դաժան բռնություններին, որոնք խորը հետք են թողել երեխաների հոգեկան եւ ֆիզիկական առողջության վրա։ Ու եթե սրան հավելում ենք հանգամանքը, որ երեխաները նաեւ բնածին առողջական խնդիրներ ունեն, մասնավորապես 11-ամյա Արտյոմը խոսքի, 10-ամյա Արենա աչքերի եւ գլխուղեղի, իսկ 7-ամյա Նատալին ասթմայի, թվում է կարելի է պատկերացնել, թե ինչ անելանելի վիճակում է հայտնվել Նունեն։ Բայց դա միայն թվում է։ Պարզում է, որ երեխաների մայրը եւս առողջական լուրջ խնդիրներ ունի։ Գլխի ուռուցք, շնչառական հիվանդություններ։ Գումար չունի, որ համապատասխան բուժում ստանա։ Չի կարող աշխատել։ Առողջությունն ու երեխաների մշտական խնամքը թույլ չեն տալիս։ Ընտանիքի միակ եկամուտը երեխաների թոշակն ու նպաստն են, որոնցով հազիվ է հոգում սննդի ծախսերը։ Նունեն փոքրիկների հետ ապրում է խոնավ, կիսական տանը, մշտապես վախենալով թե տան փլուզումից, թե նախկին ամուսնու վերադարձից։ Այս ընտանիքը կարող է փարոզ դառնալ սոցիալական ծանր վիճակից դժգոհ այլ ընտանիքների համար։ Նկատի ունեմ ժողովրդական հայտնի խոսքը Աստված էլ Բեթարից ազատի։ Փաստը, որ ավելի վատ պայմաններում ապրող ընտանիքներ էլ կան, մարդկանց պետք է ստիպի լավատեսության մոտենալ կյանքի դժվարություններին ու ձգտել ստեղծել նոր հնարավորություններ։ Իսկ մենք, հարգելի բարերարներ ու հեռուստադիտողներ, փորձենք օգնության ձեռք մեկնել Նունեին դուրս գալու այն անդունդից, որում հայտնվել է նախկին ամուսնու եւ հիվանդությունների պատճառով։ Ներկայացնում եմ Քնարիկ Պետրոսյանի «Վախի ու ցավի արանքում» տեսանյութը։ Սուրանկյան ստացած հերթական զանգն ու Բարաշենից էր։ 48-ամյա Նունե Ստեփանյանից։ Բնածին արատներ ունեցող 3 անչափահաս երեխաների մորը անօգնական վիճակն ու երեխաների հետագա ճակատագրի հանդեպ ունեցած անորոշությունը հուսահատության էր մատնել։ Մեծ տղան 11-ամյա Արտյոմը խոսքի ու մտավոր խնդիրներ ունի։ Միջնեկ որդին 10-ամյա Արենը աչքերի ու գլխուղեղի, ամենածանրը 7-ամյա Նատալիի վիճակն է։ Աղջիկս ասմայել ունի փոքր ժամանակվանից բրոնխիտա ինքը հենց սկսում է վատանալ, մենք ապարատով ենք իրան շնչացնում դեղերը, տենց դեղերով նոր հազիվ ոտյա կանգնում ինքը, մի քիչ որ ներվայնանումա սկսում է բաներներ երեխին կապտել, շունչը կտրվում է։ Ընտանիքը մի քանի տարի է առանց հոր է ապրում։ Նա դեռ տարիներ առաջ է լքել ընտանիքին ու հեռացել։ Նունեն պատմում է, թե կյանքի գնով է մեծացնում երեխաներին։ Երեխաները միջև հիմա սարսափով են հիշում հոր պարբերական բռնությունները։ Նունեն այսօրվա պես է հիշում այն սարսափելի օրը, երբ ամուսինը հերթական անգամ ալկոհոլի ազդեցության տակ երեխաների աչքի առաջ ծեծի ենթարկեց իրեն։ Աշխատանքից եկավ, ճիշտ ասած ինքը սերում էր խմել ու խմած եկավ ու սկսեց պատճառաբանություններ, ու տենց ինձ էր ծեծել, միջնեկ տղայիս էր ծեծել, տենց էլ ինքը լավ երկուսից է ծեծեց, աղջիկս քնած էր, ճիշտ ասած մենք հազիվ տնից փախանք, ինձ որ խփել էր գլուխս պատերին, ես հիմա գլխի շատ ծանր վնասվածք ունեմ, հենց ասած որ խփել այդ հետևանքով ուռուցք ունեմ։ Պապայի հետ ինչ հիշողություններ ունես։ Մեկ ոնց այն է խփել, ծեծում էր մամային։
հետո ունում է գասեր առաջ խմած հնակությունից են վախենում, մի քիչ բարձր խոսում են, վախենում են։ Միջնեկից բնածին դուրս եկե բնածին այլի առադով իր այդ պորտում գրեժա ունի։ Հիմա իրեն ընդհանրապես չի կարելի ոչ նստել, պետք է պարկի, հանգստանա, դեղերը խմի, ստիպված դենց շաբաթ երկու անգամ եմ դպրոց տանում, որ կարանա գոնե չկտրվի էլի այդ ամեն ինչից, գոնե մի բան սովոր երեխեն իմանա։ Պատկի ասեք, ես որ ուղարկում եմ դպրոց մի տեղ, անհամբեր սպասում եմ հանգարց մի վատ բան, մի լուրջ չասեն էլի, վատացել է մի անգամ դպրոցում, ասում խառնվել ենք իրար։ Անասելի դժվար է, երբ հիվանդ ու միայնակ կինը ստիպված է լինում մտածել նաև օրվա հացի մասին, անկեղծանում են ունեն։ Կենցաղային տարրական պայմաններից զուրկ այս տանը մայրն ու երեխաներն ապրում են հանգստությունն ու ուրախությունը վաղուց մոռացած։ Վախով են ապրում, ասում է, հողից է սարքած, խոնավություն կա, ինչն ավելի է խորացնում իր ու երեխաների առողջական առանց այն էլ վատ վիճակը։ Ամեն օր ապրում են տան փուլ գալու վտանգով, զգում է առաստաղի իջնելը։ Մի ուրիշ վախել ունեն, ամուսինը պարբերաբար սպառնացել է վտարել նրանց տնից։ Եթե մի օր գա, գուցե դա իրականություն դառնա, ունեն չի բացառում։ Վարձով գնալու հնարավորություն չունեն, խեղդում է հուզմունքն ու պատմում։ Կարող է իր որոշումը այդ լինել հանի դուս մեզի։ Ես հենց սպասում եմ այդ անընդհատ այդ վախերով եմ էլի սպասում, որ փողոցում կարամ հայտնվեմ, մնալու տեղ չունեմ, որ միջև մենք ընդհանրապես լուրջ չունենք, իր երեխեքին չի զանգում։ Սաղի վրա ենք թողը գնացել է, երեխեք ընդհանրապես արդեն մոռացել են ճիշտն ասած, մենակ այդ վատ պահերն է իրանց մեջ տպավորված։ Առողջական խնդիրների պատճառով նախկինում բուժքույր աշխատողն ունեն, հիմա անաշխատունակ է դարձել, օրորի վատացող առողջության պատճառով հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկները խորհուրդ են տվել անհապաղ բուժվել հիվանդանոցում, ինչի համար սակայն գումար չունի։ Ներկայիս մեզ խեղդվում են, բերանս չորանում է, թթվածինս պակասա չի հասնում էլ այդ ռուցքի համար, չի հասնում հենց բուն ուղեղին, որ կարանամ ես շնչեմ, անդադ 10 մետր քայլում եմ, շնչս կտրվում է։ Ինքնից կամ առնի դեղի, որ նեղվում է։ Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը երեխաների թոշակն է։ Ամեն մեկինը 39,000 դրամ, իսկ նպաստը 38,000 դրամ է, որը հաճախ չի բավականացնում հատուկ խնամք պահանջող 3 երեխաների սննդին, հագուստին ու դեղորայքին։ Համ ոտքի խնդիր ունեմ, 2 անգամ վիրահատվել եմ, զոբ ունեմ, շնչառական խնդիր ունեմ, քիչ առողջականը շատ բարդ է, չեմ կարող աշխատեմ ու երեխեքս էլ բարդ երեխեք են, անընդհատ իրենց հսկողության տակ պետք է պահեմ, տանելա, բերելա։ Նունեի ամեն օրը պայքար է, ուժեղ լինելը նրա համար ոչ թե ընտրություն, այլ կենսական անհրաժեշտություն է դարձել։ Հարևանները, բարեկամներն ու սրտացավ մարդիկ փորձում են ամեն կերպ օգնել այս ընտանիքին, մինչդեռ խոնավ պատերի ներսում երեխաները հաճախ են հիվանդանում։ Ասում է լավ է, որ գոնե բարի մարդիկ կան, ամիսը մի քանի անգամ օգնում են սննդով, իսկ ծայրահեղ դեպքում երեխաների հետ ոտքով գնում է տարբեր կազմակերպություններ մի կտոր հաց ուտելու համար։ Անպատմելի է իրավիճակի ծանրությունը։ Նունեն մարդկային առումով շատ լավ մայր է, առավոտվանից մինչև երեկո ինքը իր երեխաների համար վազում է, ոչ մի ջանք չի խնայում, ինքը իր անձը դրել է մի կողմ ու ապրում է այդ երեխեքի համար։ 11-ամյա Արտյոմի միայն հայացքից կարելի է կռահել, թե ինչքան տխուր է ու հոգեպես ընկճված։ Ցույց տվեց իր սարքած ռոբոտ մեքենան ու պատմեց երազանքների մասին։ Զուգահեռ մտածում է, թե ինչպես օգնի մորը, որ մեղմանան օր-օրի ուժ գնացող ցավերը։ Ուզում եմ ունենալ հորախոս, մեկը նորմալ քներ ուտեղ ու տաք լինի տունը։ Ուտերիկ, որ կարողանամ գտենք նոր քաղցե բաներ։ Ես ուզում եմ դառնամ ծրագրավորը։ Մեծ վաղտի դառնամ, 3-ից մի բան կդառնամ, փողը կասխատում մաման կօգնեմ։ Երբևէ հայրական սեր ու ջերմություն չստացած տղան պատմեց թաքուն պահվող իր երազանքի մասին, ցույց տալով նկարները։ Իսկապես տաղանդավոր է, բայց ամսական 10,000 դրամ վարձը չունենալու պատճառով Նունեն ստիպված երեխային հանել է նկարչական խմբակից, կիսատ թողնելով տղայի երազանքները։ Ինքս ուզում եմ նկարող դառնամ, որ Ալինին աղբերս օգնեմ։
Այն որ ռոբոտներ հավաքող։ Դժվար է մխիթարանքի խոսքեր գտնել վաղ տարիքից միայն դառնություն տեսած, մշտական վախը սրտում ապրած երեխաների համար։ Սակայն նրանք շարունակում են ապրել աղոտ մի հավատով, որ աշխարհն այնքան էլ վատը չէ, որքան թվում է։ Այս պահին միայն նրանց համար ամենակարևորը թեկուս այս վիճակում հայտնված իրենց մոր ջերմացնող ներկայությունն է։ Մոր հանդեպ անսահման սերն ու գորովանքը անհատնում է։ Պատին են փակցրել, մեր տան Աստվածն է մայրս։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Հաշմանդամություն ունեցող մարդուն էլ կարելի է բանակ ծառայության տանել։ Կարող է արդյոք լինել անօթաչու թռչող սարքի օպերատոր։ Կարող է Ցուցակը դարձյալ աչքի տակով կանցկացնեն։ Նշանակում է ցանկը սեղմվում է։ Փաստացի հիմա հերթում առողջական առավել սուր խնդիրներ ունեցողներն են։ Հիվանդների հաշվին առողջներին ազատել։ Ինչու ենք հարցի քննարկումը սկսում բովանդակության կեսից եւ ոչ թե սկզբից։ Այնտեղ ապահովված չեն տարական պայմանները։ Կառավարությունն ըստ էության այս կերպ փորձելու է զինանձնակազմի պակասող թվականակի խնդիրը լուծել։ Այդ մարդիկ զինված են, այդ մարդիկ կարող են մարդ ընդունել։ Բանակը հիմնականում համալրվի վարձատրվող պայմանագրային զինծառայողներով։ Այստեղ ունենալու ենք ավելի մեծ խնդիրներ։ Ենթադրվում է, որ մեզ մոտ կառուցվելու է հենց 300-անոցը։ Շատ ավելի կարճ ժամանակում մոնտաժ անել ու արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի ավելցուկի պատճառով ստիպված են լինում չակետավոր արգելակել ատոմակայանը։ Քիչ էներգիա անջատվում։ Մեկի համար սա երկար սպասված դրական լուր է, մյուսի համար դատարկ խոստում։ գումարի մասին խոսում։ Պարզ չէ փոխանցվելիք տեխնոլոգիաների կամ գումարների կարգավիճակը։ Ամբողջությամբ Միացյալ Նահանգներն են ֆինանսավորել։ Մեծ խաղատախտակի վրա խոշորները ազդեցության գոտիներ են բաժանում։ Այդ ամբողջը վերանայել։ Որքան էլեկտրաէներգիա է պլանավորվում արտադրել նոր ատոմակայանի միջոցով։ Մեր արտադրույթը կարող է ինչպես արժևորվել, այնպես էլ արժեզրկվել։ Ամերիկյան տարբերակը ըստ տարածվող տեղեկությունների գործնականում չի փորձարկվել։ Ամբողջությամբ կազմման մեջ է կրկնելու։ Օրեր առաջ վարչապետը հայտարարեց, թե նոր նախաձեռնություն է ներկայացվելու, ըստ որի կսահմանվի այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձին կարող են ազատվել զինվորական ծառայությունից կամ ծառայել սահմանափակումով։ Նա նշեց, որ այդ ցանկը կրճատվելու է, այսինքն այն ծանր հիվանդությունները, որոնք հիմք էին զորակոչից ազատվելու, այլևս հիմք չեն լինի, եւ անձը կզորակոչվի պարտադիր զինվորական ծառայության։ Փաշինյանը նաև կոնկրետ օրինակ բերեց։ Հաշմանդամ անձը, որը նախկինում ազատվում էր պարտադիր զինծառայությունից, հիմա կգնա ու ասենք դրոններ կաշխատեցնի։ Եթե հիշում եք, Սուրանկյունը ամիսներ առաջ անդրադարձավ պարտադիր զինվորական ծառայությունը 2-ից 1.5 տարի դարձնելու նախաձեռնությանը, ներկայացնելով բացասական հնարավոր հետևանքները։ Սակայն այդ նախաձեռնությունից ոգևորված ծնողները, դե հասկանալի է, զավակը 6 ամիս պակաս է ծառայելու, մեզ մեղադրում էին, թե լավ բան են անում, անուն եք դնում։ Չեք տեսնում, որ պրոֆեսիոնալ բանակ են կառուցում, կամ ձեր որդին չէ, հեշտ եք խոսում։ Նախ ասեմ, որ իմ որդին էլ է մի քանի ամիս անց մեկնելու ծառայության, բայց այդ փաստը ինձ չի խանգարում հասկանալ մի պարզ իրողություն։ Ծառայության ժամկետի կրճատումը երկրի համար կարող է բացասական բազմաթիվ հետևանքներ ունենալ, իսկ հաշմանդամություն ունեցողներին զինվորական ծառայության զորակոչելը հիշյալ նախաձեռնության առաջին կողմնակի էֆեկտն է։ Ու ստացվում է, որ անունը դնում ենք 1.5 տարվա ծառայություն, բայց ստիպված ենք լինում արդեն հաշմանդամություն ունեցողներին զորակոչել։ Հարց է ծագում. ինչու՞։ Որովհետև ծառայությունը 1.5 տարի դարձնելը զուտ նախընտրական խոստում էր։ Անկամ կույրը կնկատեր, որ այդ նախաձեռնությունը հանգեցնելու է բանակի թեր համալրման։ Հետևաբար, որպեսզի մի կողմից ընտրազանգվածը, մյուս կողմից բանակը համալրվեն, որոշել են օրենքով սահմանել, որ պետք է զորակոչվեն անգամ հաշմանդամությամբ կամ ծանր հիվանդություն ունեցողները։ Լավ դժվար է հասկանալ, որ ծառայության երկամյա ժամկետը պատահական չէր սահմանվել։ Այն հաշվարկված էր հիմնվելով մեր պաշտպանունակության, անվտանգային, ֆիզիոլոգիական եւ մի շարք այլ հնարավորությունների վրա։ Տեսակ ինչ է լինում։ Ներկայացնում եմ Էդուարդ Պողոսյանի «Քանակը որակի հաշվին» տեսանյութը։ Նախկինում սպա-ով հիմա հաշմանդամություն ունի, ինքը ասում էր, որ ես կարծում եմ, որ ես կարող եմ ծառայել բանակում։ Ես էլ ասում եմ, որ այո, ես էլ եմ համաձայն, որ կարող եք ծառայել բանակում։ Ժամանակագրորեն համընկել էր այժմ զինհաշմանդամություն ունեցող նախկին ծառայողի հետ զրույցից 2 օր առաջ, ինչպես վարչապետն է պատմում, Պաշտպանության նախարարությունում էին հարցը քննարկել։ Տեխնոլոգիական սրընթաց զարգացման այս օրերում հաշմանդամություն ունեցող մարդուն էլ կարելի է բանակ ծառայության տանել, ըստ Նիկոլ Փաշինյանի խոսքի։ Օրինակ, կարող է արդյոք լինել անօթաչու թռչող սարքի օպերատոր։
կարող է լինել։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Նկատի ունեմ մենք այդ ուղղությամբ գնում ենք եւ ինչքան հնարավոր է օրենսդրություն լավարկելու ենք։ Կառավարությունը վերջերս դարձյալ վերանայեց առողջական այն խնդիրների ցանկը, որոնք խոչընդոտում են պարտադիր ժամկետային զինծառայություն անցնելուն։ Գործընթացը պատրաստվում են կրկնել, ցուցակը դարձյալ աչքի տակով կանցկացնեն։ Մոնիտորինգը փորձը ցույց է տալիս վերջին տարիների, որ միանշանակ, երբ որ խոսք է գնում ցանկը, այսպես վերանայելու մասին, դա նշանակում է ցանկը սեղմվում է։ Փորձագետը չի էլ կասկածում, որ երբ գործադիրից նմանօրինակ հայտարարություններ են հնչում, ենթատեքստում մշտապես թաքնված է լինում պարտադիր ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկի կրճատումը, ոչ երբեք ավելացումը։ Իհարկե, նախկին զինծառայողը, ով հաշմանդամությունը ստացել է զինծառայության մեջ, նրա մտքերը, անցյալը, երազները, ինչու՞ չէ նաև ներկան պարփակված է զինծառայությունով եւ այո, այս մարդիկ այլտեղ իրենց չեն էլ տեսնում։ Բնականաբար ինչ որ ձևով կարող են ինչ որ այսպես օգտակար գործ իրականացնել, բայց եթե սա վերաբերվում է քաղաքականությանը, ոչ թե անձին, ապա քաղաքականությունը պետք է լինի շատ հիմնարար։ Վարդանյանը հիշեցնում է անցած տարի էր կառավարությունը մեկ որոշմամբ օրինակ Նոկտրուրիա գիշերային անմիզապահություն ունեցողների հարցը լուծեց։ Նրանք սահմանափակումներով, բայց պիտանի դարձան զինծառայության համար։ Փաստացի հիմա հերթում առողջական առավել սուր խնդիրներ ունեցողներն են, գուցե նրանց էլ առաջիկայում բանակ տանեն։ Բայց ոչինչ որ անօթաչուների վրա ծառայողները, այդ մարդիկ սովորաբար ճնշող մեծամասնությամբ, դրանք գրոհային ստորաբաժանումների օժանդակ օղակներ են։ Այսինքն անհրաժեշտության դեպքում գրոհային ստորաբաժանումների հետ անօթաչուների անձնակազմերը նաև տեղաշարժում են։ Այդ մարդիկ զինված են, այդ մարդիկ կարող են մարդ ընդունել։ Ռազմական փորձագետն էլ համոզված է, որ կառավարությունն ըստ էության այս կերպ փորձելու է զինանձնակազմի պակասող թվաքանակի խնդիրը լուծել, որի առջև Նահապետյանի խոսքով ուզած թե չուզած այսպես թե այնպես կանգնելու է որոշ ժամանակ անց պարտադիր ծառայության ժամկետը 24-ից 18 ամիս դարձնելու պատճառով։ Չնայած պաշտպանության նախարարն այս ընթացքում բազմաթիվ հիմնավորումներ է բերել, թե զինծառայողների թվաքանակի հարցը պայմանագրայինների ավելացմամբ հիմա նույնիսկ արդեն լուծել են, հետագայում խնդիրներ չեն առաջանա։ Ենթատեքստով հասկանալի է, որ անձնակազմի թվաքանակ են ուզում հիվանդների հաշվին առողջներին ազատել, լավ փողով ազատվում ես տարբեր պատրվակներով, այսինքն ունե որ խավին ազատում են բանակից, սողանցներն են մեծացնում, չունե որ խավին զորակոչվում են բանակ։ Հակոտնյային մեկը մեկին հակասում է։ Անտրամաբանական է, եթե դու 24 ամիսը 18 ես սարքում, բանակի թվաքանակը կրճատում ես, չէ՞։ 25%-ով 1/100-ով կրճատում ես դու։ Բայց եթե կրճատում ես, ինչու՞ ես հիվանդությունների ցանկը կրճատում, որ շատ մարդ զորակոչես։ Ինչպես է սահմանվելու ծառայության շրջանակը, ինչ գործառույթների մասին է խոսքը բացառությամբ անօթաչու սարք կառավարելը։ Այս հարցերի պատասխաններն առայժմ հնարավոր է գտնել բացառապես փորձագիտական գնահատականների տեսքով, ինչպիսին կլինի կառավարության որոշումը, ժամանակը պետք է տա հարցի պատասխանը։ Մինչև այդ իրավապաշտպան ու փորձագետ նկատում են։ Ընտրական իրավունքի իրացման համար համապատասխան հարթակներ, թեքահարթակներ այդպես էլ բոլոր տեղերում չկառուցվեցին, որը ավելի նպատակահարմար, այսինքն ավելի հեշտ էր անել տարիների ընթացքում, իսկ բանակի մասին, բանակի նման կառույցի մասին, որտեղ շատ ավելի խնդիրները ավելի շատ են, որտեղ ենթակառուցվածքների խնդիրներ կան, որտեղ հարմարվելու, անձանց հարմարվողականության ապահովման հարցն է առաջանում, բնականաբար այստեղ ունենալու ենք ավելի մեծ խնդիրներ։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ նույնիսկ ուղղակի աշխատանք, այսպես ասած, առօրյայում չեն գտնում, ոչ զինվորական, ասենք, կյանքում չեն գտնում։ Մեկ էլ մենք հիմա որոշել ենք, որ նրանք պետք է գնան ծառայեն։ Մյուս կողմից իշխանությունները օրակարգային են դարձրել պրոֆեսիոնալ բանակի հարցը, որ ծառայությունը մեր զինված ուժերում դառնա մասնագիտություն, ոչ թե պարզապես քաղաքացիական պարտքի կատարում։ Բանակը հիմնականում համալրվի վարձատրվող պայմանագրային զինծառայողներով, ոչ թե պարտադիր զորակոչով։ Եթե դիտարկենք հարցը ներառականության սկզբունքից ելնելով, այո, անձինք կարող են ունենալ եւ ցանկալի է, որ անձանց տրամադրվի հնարավորություն իրենց ընտրությամբ անցնելու զինվորական ծառայության, եթե իհարկե առողջական վիճակը թույլ է տալիս։ Եթե մենք մի կողմից ասում ենք, որ Հայաստանին պետք է պրոֆեսիոնալ բանակ, պետք է կազմավորվի պրոֆեսիոնալ բանակ, մենք պետք է խոսենք պրոֆեսիոնալ բանակին ուղղված քայլերի
նպատակահարմարության մասին։ Ինչու ենք հարցի քննարկումը սկսում բովանդակության կեսից եւ ոչ թե սկզբից, հարցնում է իրավապաշտպանը, նկատի առնելով, որ մինչեւ հաշմանդամություն ունեցողների զինվորական ծառայության նրանց ներուժն ու կարողությունները պաշտպանական ոլորտում օգտագործելու մասին խոսելը նախ պետք է հայտարարել, որ գործընթացը կմեկնարկի օրինակ ուսումնական փուլով։ Հաշվի առնելով տարիներ շարունակ բանակում արձանագրված խնդիրները, սկսած առողջական խնդիրներից, որոնք բանակում ավելի մեծ հակում ունեն խորանալու, այսինքն հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, մենք պետք է արդեն մտածենք, թե ինչքանով է նպատակահարմար, օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավել զինվորական ծառայության մեջ, եթե շատ կարևոր հարց է, եթե այնտեղ ապահովված չեն օրինակ տարական պայմանները։ Զինված ուժերի համալրման ու ծառայության ձևաչափերի մասին այս քննարկումը ըստ էության նեղ մասնագիտական դաշտից դուրս է եւ բախվում է անվտանգային հաշվարկներին, սոցիալական մոտեցումներին ու մարդակենտրոն քաղաքականության վերաբերյալ պատկերացումներին։ Ըստ մասնագետների, այստեղ հարցը միայն ծառայելու կամ չծառայելու մասին չէ, այն հնարավորությունների ու պատասխանատվության այն սահմանագիծն է, որից այն կողմ արդեն սկսվում են ռիսկերը։ Իսկ թեման վարչապետը բացել էր պատասխանելով լրագրողի հարցին։ Բանակում չծառայած քաղաքական ընդդիմախոսների հարցը քննչական կոմիտեն արագորեն քննության է առնում, իսկ որտեղ են մնում գործող պաշտոնյաները, պաշտոնավարող նախարարների մերձավոր ազգականները, ու այստեղ մի հարցել է առաջ գալիս, նրանց արյունը կապույտ է։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, Սուրանգյուն։ Հիշում եք ցուրտ ու մութ տարիները, հատվող անտառները, տներում եւ դպրոցներում փայտի կամ նավթի ժանգոտված վառարանները, մոմի եւ կանթեղի լույսը։ Իսկ հիշում եք, թե երբ ավարտվեց այդ մղձավանջը, երբ դադարեցին այդ տարիները հիշվել որպես ցուրտ ու մութ։ Ասեմ, 1995 թվականից, երբ վերագործարկվեց Մեծամորի ատոմակայանը։ Սկզբում հաղթահարեցինք մութը, հետո նաև ցուրտը։ Ինչու եմ այս մասին խոսում։ Թերևս մեկ անգամ եւս շեշտելու, թե որքան կենսական է Մեծամորի ատոմակայանի դերը մեր երկրի բնականոն կյանքի համար։ Պատահական չէ, որ ատոմակայանի հարցը համարվում է ազգային անվտանգության առաջնահերթություններից մեկը։ Օրիգինալ չեմ լինի, եթե ասեմ, որ դա հասկանում են նաև մեր թշնամիները, որոնք 44-օրյա պատերազմից հետո նոր թափով են լծվել ատոմակայանի փակման օրակարգը առաջ մղելուն։ Թեև առանց նրանց ջանքերի էլ Մեծամորի ատոմակայանը գարեկ տարիներին փակվելու է։ Փակվելու է ելնելով անհրաժեշտությունից, անվտանգությունից։ 1976-ից գործարկված եւ այս ընթացքում մի քանի անգամ հիմնովին վերանորոգված օբյեկտի շահագործման վերջնաժամկետ է սահմանված 2036 թվականը։ Իսկ ինչ ենք անելու 2036-ից հետո։ Եթե ուզում ենք նոր ատոմակայան ունենալ, պետք է սկսենք կառուցել հենց այսօր։ Չէ՞ որ նախագծումից մինչև թեստավորում ու գործարկում տասնամյակներ են հարկավոր։ Օրինակի համար նշեմ, որ նույն Մեծամորի ատոմակայանը շահագործման է հանձնվել 1969 թվականին, սակայն գործարկվել է, ինչպես արդեն ասացի, 1976-ին։ Թե վերջին տարիներին նոր ատոմակայանի կառուցման մասին շատ է խոսվում, սակայն ով է լինելու դրա հեղինակը, ում փողերով եւ ում տեխնոլոգիաներով հարցերի պատասխանները դեռևս մշուշոտ են։ Այդպես է միշտ, երբ հանրային առողջության եւ անվտանգության հարցը տեղափոխվում է քաղաքական հարթություն։ Նկատի ունեմ հանգամանքը, որ վերջին ամիսներին ակտիվ քննարկվում է ամերիկյան մոդուլային ատոմակայանների տարբերակը, մինչդեռ ամերիկացիները, ի տարբերություն ռուսների, մինչև օրս այս տեխնոլոգիայով աշխատող կայանների կառուցման փորձ չունեն։ Ստացվում է, որ մենք կարող ենք դառնալ փորձադաշտ միայն այն պատճառով, որ իշխանությունները հրաժարվել են կոմպլիմենտար քաղաքականությունից եւ հայացքը ուղղել դեպի արևմուտք։ Այժմ Արմեն Աթալյանի փորձադաշտի ատոմային ուրվականը տեսանյութը։ Սկզբնական 5 միլիարդ մոտ գումարի մասին ենք խոսում ներդրումների հետագայում երկրորդ փուլում եւս 4 միլիարդ։ Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Կրկնում եմ, սա այն դեպքն է, որ շատ մեր երկիրը շատ քիչ դեպքերում է վստահ զգում, այնքան վստահ, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր։ ԱՄՆ փոխնախագահի օրեր առաջ հնչեցրած այս հայտարարությունն ակտիվ քննարկումների առարկա դարձավ։ Մեկի համար սա երկար սպասված դրական լուր է, մյուսի համար դատարկ խոստում, երրորդի համար Հայաստան-ԱՄՆ համագործակցության նոր որակի վկայություն եւ այլն։ Բայց նախ հասկանանք, թե ինչ կա գետնի վրա այս պահին։ Հայաստանի պաշտոնական շրջանակներն արդեն շեշտել են, որ նոր ատոմակայանը լինելու է մոդուլային տիպի։ Մոդուլային են համարվում այն ատոմակայանները, որոնց հզորությունը 10-ից 300 մեգավատի սահմաններում են։ Ենթադրվում է, որ մեզ մոտ կառուցվելու է հենց 300-անոցը։ Ըստ մասնագետների, կառուցվածքով այն գրեթե չի
տարբերվում ավելի հզորներից, օրինակ Մեծամորի ատոմակայանից, որը 400 մեգավատ հզորություն ունի։ Մոդուլայինը նախատեսված է, որ արդեն ինքը պատրաստի ամբողջական մեծ կտորներով գա ու տեղում շատ ավելի կարճ ժամանակում մոնտաժ անեն ու մտցնեն աշխատանքի մեջ։ Խաչատուր Խաչիկյանը Մեծամորի ատոմակայանի ագրեգատների իրականին առավելագույնս նման մակետների օրինակով բացատրում է բլոկային եւ մոդուլային ատոմակայանների աշխատանքի տրամաբանությունը։ Այս խողովակի մեջ դրված է վառելիքը, ուրան O2-ը, ուրանի երկօքսիդը։ Ջուրը իջնում է ներքև, մտնում է ակտիվ գոտին սա է, որ անդադ ասում ենք, ստեղ տեղում է տեղում, անցնելով, հովացնելով այս միջուկային վառելիքը վախսանում է, գալիս է այս խողովակներից դուրս գալ, գնում է շոկի գեներատոր։ Մոդուլայինների որոշների մոտ այս շոկի գեներատորը արդեն տեղադրված է նրա մեջ։ Իսկ վթարային իրավիճակների մի հատ ելակետային պատահար ոնց որ դուրս է գալի։ Կա հավանականություն, որ ոչ թե մեկ մոդուլային ատոմակայան կլինի, այլ մի քանիսը, բայց ավելի փոքր հզորության։ Ասենք մեկ 300 մեգավատանոցի փոխարեն 3 հատ 100 մեգավատանոց կարող է կառուցվել։ Արևային էլեկտրականների հսկայածավալ ներդրման հետևանքով ստիպված ոչ միայն ատոմական, այլ նաև ջերմային էլեկտրականները բեռնաթափում են։ Օպերատորը պարտադրում է, որպեսզի ատոմական հզորությունը իջացնի, որովհետև այդ պարագայում եթե չիջացնեն, բարձրանալու է էլեկտրական ցանցի հաճախականությունը, բարձրանալու է լարումը։ Ավելի պարզ ասած, էլեկտրական ցանցերում արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի ավելցուկի պատճառով ստիպված են լինում չակերտավոր արգելակել ատոմակայանը։ Որոշ դեպքերում դա ծայրահեղ անցանկալի է։ Հենց այս խնդիրն են փորձելու լուծել փոքր մոդուլային ատոմակայանների միջոցով։ Երբ որ մենք ուրանը ակտիվ գոտուց իջացնում ենք ներքև, նեյտրոնների քանակը որ պակասում է, քիչ միջուկային ռեակցիա տեղի ունենում, քիչ էներգիա է անջատվում։ Քիչ էներգիան բերում է, որ մենք ջուրը քիչ ենք տաքացնում, շոկը գեներատորում քիչ գոլորշ ենք արտադրում, տուրբինը ավելի քիչ հոսանք գեներատորը ավելի քիչ հոսանք արտադրում։ Այսինքն ամեն անգամ երբ որ ասում են ժողովուրդ մեզ քիչ հոսանք է պետք, որովհետև արևայինները շատ են արտադրում, այս process-ը ստե կրկնվում է։ Այո։ Ու այս process-ը սահմանափակ պետք է կրկնվի։ Այո։ Հակառակ դեպքում խնդիր կառաջանա։ Այո, խնդիր առնչանալ։ Հիմա խոսք է գնում ընդհանուր 9 միլիարդ դոլարի օգնության կամ ներդրման կամ էլ վարկի մասին։ Պարզ չէ փոխանցվելիք տեխնոլոգիաների կամ գումարների կարգավիճակը։ 5 միլիարդ ենթադրենք, լավ, ամբողջությամբ Միացյալ Նահանգներն են ֆինանսավորելու, թե այլ աղբյուրներից էլ են ֆինանսավորվելու։ Ու իհարկե ամենամեծ ռիսկը, եթե սկսեն վարկային միջոցներ ներգրավեն եւ չկարողանան ավարտին հասնել։ Իսկ նման ռիսկ կա, քանի որ հնարավոր է հաշվարկները սխալ լինեն։ Օրինակ, որքան էլեկտրաէներգիա է պլանավորվում արտադրել նոր ատոմակայանի միջոցով, ինչ գնով է վաճառվելու այն, տարեկան որքան եկամուտ է բերելու, ինչ տոկոս է կիրառվելու վարկային միջոցների համար։ Նաև ենթադրություններ են հարկավոր կատարել, օրինակ փոխարժեքի հետ կապված ժամանակի ընթացքում մեր արժույթը կարող է ինչպես արժևորվել, այնպես էլ արժեզրկվել, ու դա բեռ կարող է դառնալ այդ կայանի համար, որովհետև ինքը իր ապրանքը վաճառելու է դրամով։ Իսկ եթե փոխարժեքի հետ կապված էլ բախները զբերի, հաշվարկները կարող են սխալ դուրս գալ այլ ոլորտներում։ Հիշվող օրինակ է ազգային ավիափոխադրողի ձախողված նախագիծը, որը թերևս ավելի քիչ գիտելիք ու ռեսուրսեր պահանջում։ Կարող է որոշեն, որ 5 տարում կառուցում են, վերջը կապսի ջրամբարի օրինակով դա պարզվի, որ այդքան կարողություն, այդքան մասնագետ չկա, որ կարողանան այդ շինարարությունը ավարտել։ Կա կարծիք, որ ռուսական կամ թեկուզ չինական մոդուլային ատոմակայաններն ավելի մատչելի են եւ փորձված, քան ամերիկյանները։ Մյուս կողմից այս տիպի ատոմակայանները նոր են մուտք գործել քաղաքացիական էներգետիկայի դաշտ, մինչև այս դրանք կիրառվել են ռազմական սուզանավերում։ Ամերիկյան տարբերակը ըստ տարածվող տեղեկությունների գործնականում չի փորձարկվել։ Ցանկալի երևույթ է, որ պարտադիր նախագծողը իր տարածքում ունենա կառուցված, շահագործված եւ այդ շահագործման ընթացքում իհարկե եկած խնդիրները վերացնելու լուծումներ տալու ճանապարհները գտած լինի, նոր հետո ներկայիս այդ նախագիծը քո երկիր։ Հայաստանում ատոմակայանի հարցը բացի տնտեսականից նաև քաղաքական ենթատեքստ ունի։ Պատահական չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն մի քանի տարի Մեծամորի ատոմակայանի փակման նպատակով համակարգված մեծարշավ են իրականացնում։ Այսօր Հարավային Կովկասում ուժային վակուում գոյություն ունի։ Նախկին ռուսական ազդեցությունը այսօր հարցականի տակ է դրված։ Ուկրաինական պատերազմի ավարտից հետո պարզ է, որ Ռուսաստանը այդ խորհրդային տարածքում շատ ավելի ակտիվ է լինելու եւ ռուսական ազդեցության դուրս մղելը
ոչ միայն ռազմական ներկայության մենք գիտենք, որ ունենք չէ ռազմաբազա, այլ նաև տնտեսական, էներգետիկ եւ այլն բոլոր առումներով շատ ավելի դժվար է լինի։ Այսինքն հիմա մեծ խաղատախտակի վրա խոշորները ազդեցության գոտիներ են բաժանում։ Կախված թե ում գոտում մենք կհայտնվենք, ըստ այդմ էլ կլուծվի ատոմակայանի խնդիրը։ Միայն ուկրաինական պատերազմի ավարտից հետո 100% ես համոզված եմ տեղի ունենալու ազդեցության եւ շահերի գոտիների նոր վերաբաժանումներ, ինչպիսի պայմանագիրեր կնքվի, ինչպիսի բացահայտ հրապարակային կամ սֆերային համաձայնություններ որ տեղի ունենան, այդ ամբողջը վերանայելու է։ Այդ ամբողջը կարող է եւ իրականություն դառնալ, իսկապես եթե մենք մնանք ամերիկյան ազդեցության գոտի, այդ ամեն ինչը կարող է իջիկ դառնալ, եթե Ռուսաստանը նորից հետ վերադարձավ տարածաշրջան։ Աշխարհաքաղաքական process-ների տրամաբանության մեջ է տեղավորվելու ոչ միայն կառուցվելիք ատոմակայանի տեխնոլոգիայի, այլև դրա համար նախատեսված վառելիքի մատակարարի ընտրությունը։ Ցանկացած միջուկային տեղական նախագծող ինքը դրա համար իր միջուկային վառելիքն է համապատասխան արտադրում ու դա նաև բիզնես տեսակետից գաղտնի տեղեկատվություն է ու ցանկացած նախագծող երբ որ վառելիք է տալի օգտագործողին արտադրի պահանջ է լինում որ արգելում է համաձայնագրի կետալն որ արգելում է այս վառելիքի նկատվելաբերյալ տեղեկատվությունը փոխանցել երրորդ կողմի առանց իր թույլտվության։ Պատկերացնենք դուք գնել եք նոր ավտոմեքենա, ամփոփցան, որը աշխատում է բացառապես ինչ-որ ունիկալ տիպի բենզինով, որից կա ձեր քաղաքում ընդամենը 1 բենզալցական։ Ինչ է սա նշանակում, որ դուք ամբողջությամբ կախման մեջ եք ընկնելու այդ բենզալցականից։ Նույն տրամաբանությամբ է գրեթե աշխատում ատոմակայանը։ Խնդիրն այն է, որ ատոմակայանի կառուցումից հնարավոր չի լինելու խուսափել։ Դա Հայաստանին ցանկացած պարագայում անհրաժեշտ է լինելու։ Հարցն այստեղ ոչ միայն եւ ոչ այնքան տնտեսական շահն է, որքան նման քաղաքական գործոն ունենալու անհրաժեշտությունը։ Արմեն Աթալյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ 3.5 ժամ փրկարարները հատուկ տեխնիկայի գործադրմամբ փորձում են դուրս բերել վարորդին։ 30-40 մետրից կրակել ես մեկի վրա, ում կողքը այնքան շատ մարդիկ են եղել։ Հայտնաբերել են օպերատիվ տվյալներով։ Երևի նաև իրենց ալիբին են ստեղծում, որ երբ նկարահանեմ վթարը, երևա թե իբր ճանապարհը մաքրացա։ Դու Արիեսյան թոփիկարա։ Հա, գիտեմ, Արիեսյանը հետներա։ Ակամա մտաբերեցի այն հայտնի ֆիլմը, երբ անձրևը մաքրում է հետքերը։ Չէի պատկերացնում, որ խոսքը երկու մարդու կյանք խլած վթարի մասին է։ Մոտորն լապ օկվե։ Իրավապանները արդեն գիտեն իրական պատճառը։ Ինչու՞։ Որովհետև ձերբակալվածները հաստատ սկսել են երգել։ Մի քանի տեսակ զենք օգտագործել։ Ասում ենք, չէ, որ քանի դեռ իրավապանները օր ու գիշեր ներգրաված են քաղաքական գործընթացներում, անցավոր տարերի ձեռքերը ազատ են լինելու։ Մեր այս պնդման հետ նրանք բնականաբար համաձայն չեն։ Հակադարձում են, թե գույները խտացնում եք, մեր հասցեին հանիրավի մեղադրանքներ եք հնչեցնում, մի խոսքով փորձում են ապացուցել, թե երկրում քրեացին իրավիճակը վերահսկելի է եւ որ հանրային անվտանգության խնդիրներ չկան։ Այնինչ տեղի ունեցավ Զովունիում եւ Աչափնյակում հերթական անգամ ապացուցում է, որ հանրային անվտանգության լուրջ խնդիրներ կան։ Ու եթե իրավապանները վերահսկեին քրեացին իրավիճակը, տեղի չէր ունենա այն, ինչը միայն կինոներում ենք տեսնում։ Պատկերացրեք, հանրային օբյեկտի դիմաց մի ստահակ մեքենայով հարվածում է կայանված մեքենային, իջնում ու մի քանի տասնյակ մետրից կրակ բացում թիրախի ուղղությամբ։ Ու սա այն դեպքում, երբ օբյեկտում այլ մարդիկ են եղել։ Ասեք, որ նման բան միայն կինոներում կարելի է տեսնել։ Ավելի ստույգ Հայաստանում էլ է եղել նման պատմություն 20 տարի առաջ, երբ սպանեցին Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Վան Զատիկյանի որդուն, Սեդրակ Զատիկյանին։ Կրակոցներից մահացավ նաև պատահական անցորդը 37-ամյա Կարինե Սարգսյանը։ Թեև ինչու եմ հեռավոր անցյալում փորփրում։ Հրեն, այս դեպքից մի քանի օր անց, օրը ցերեկով, բանուկ վայրում, ավելի կոնկրետ Աբելյան 9 հասցեում կրակեցին ինքնաձիգից ու ատրճանակից։ Ով դիտել է կադրերը կհաստատի, որ մի խելապակասի ինքնաձիգից անկանոն կրակոցների պատճառով կարող է նաև պատահական մարզովել։ Ասենք դիմացի շենքի երկրորդ հարկում սուրճ ամբող մի քաղաքացի։ Ինչևէ, ոստիկանությունը հայտնաբերել է թե Զովունիում, թե Աչափնյակում կրակոց արձակողներին ու չափազանց կարևոր է, որպեսզի վերջինները անկախ հարարքի շարժառիթից դատապարտվեն երկարատև ազատազրկման։ Ընդ որում, այդ մասին պետք է հնարավորինս ընդգրկուն լուսաբանում կազմակերպել,
որպեսզի բոլորը իմանան, թե ինչ է սպասվում հանրային վայրում կրակողին։ Տեսանյութում ներկայացնելու ենք նաև ողբերգակա ելքով երկու պատահար, որոնց հետևանքով մահացել են վարորդների մայրերը։ Նայ, ճիշտ լսեցիք, կարծես ճակատագրական պատահականություն լիներ։ Սակայն ոչ պակաս կարևոր է հասկանալ, թե ինչի հետևանքով են որդիները ամբողջ կյանքում տառապելու։ Ճանշինի անգործության հետևանքով։ Ճանապարհները այն աստիճան մաքրված չեն եղել, որ անգամ ձմեռային նոր անվադողերը չեն բարգել։ Մանրամասները քիչ անց, իսկ մինչև այդ ասեմ, որ կարծես արդեն ավանդույթ է դարձել, երբ ճանշինները ճանապարհները մաքրում են դժբախտ պատահարներից հետո միայն։ Տպավորություն է, կարծես ամեն բան անում են, որ երբ Շամշյանը հասնի դեպքի վայր, նրա ֆիքսած կադրերում ճանապարհները արդեն լինեն աղ ու ավազով պատված։ Խելքի հաշեցեք։ Նման գործելավոճը, ինչպես տեսնում եք, կործանարար է։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը, դժբախտ պատահարներն ու ավտովթարները, Գագիկ Շամշյանի մարդավորսի դժգույն դեմքը տեսանյութում։ Ժողովուրդ ջան, շատ ծանր բան է, երբ դժբախտ պատահարի հետևանքով հարազատի ես կորցնում։ Ու կրկնակի ցավալի է, երբ հարազատը մահանում է մեքենայում, որը դու ես վարել։ Եռակի ցավալի է, երբ մահացողը մայրդ է։ Ներկայացվող երկու դեպքում ցավոք մահացան վթարների մասնակիցների մայրերը, թե ինչպես են ամբողջ կյանքը ապրելու այդ մեղքով, ոչ մեկս չեն կարող պատկերացնել, բայց քիչ անց կտեղեկանաք, որ ընտանեկան ողբերգություններից մեկում պատճառը եղել է ճանշինի անգործությունը։ Սա ասում եմ նրա համար, որ ինչ որ կերպ սփոփեմ վարորդին, չնայած հասկանում եմ, որ զուր հույսերի շարքից է, ցավակցում ու համբերություն ենք մաղթում մահացածների հարազատներին։ Ողբերգական այս պատմությունները կներկայացնենք տեսանյութի վերջում։ Հիմա տեղափոխվենք Վայոց Ձոր, ավելի ստույգ Ելփին գյուղի վարչական տարածք։ Հենց այս գյուղին է պատկանում Երևան-Երասխ Մեղրի ավտոճանապարհի այս հատվածը, որտեղ օրը ցերեկով, ինչպես տեսնում եք, հսկայական ու հնչեղ Դոնգ Ֆենգ անվանումով բեռնատարը, չգիտես ոնց, չգիտես խի, դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ կլղկոնձի տվել։ Կարծնեք, բայց ինչ են անում այսքան մարդ։ Հեչ, փորձում են Զռլամայի վարորդին մեջից հանել, ընդ որում արդեն տևական ժամանակ։ Ժամուկես փրկարարները տանջվել են։ Ես կասեմ 1 ժամ, դուք պատկերացրեք 3.5 ժամ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի գործադրմամբ փորձում են դուրս բերել վարորդին, բայց ապարդյուն։ Այն վարորդին, որը հավանաբար անտեսել է մեր մի քանի տասնյակ անգամ հնչեցրած միտքը, որ բեռնատար վարելը թթութան չի, ամեն մարդու բան չի, 1000 ենք ասել, որ երբ բեռ եք տեղափոխում, պիտի հաշվարկեք լիքը նրբություններ, իսկ դրա համար պետք են գիտելիքներ ու փորձ։ Վերջապես մեքենայից դուրս բերված վարորդի դեմքին նայելով հասկացանք, որ նա միայն փորձառություն է ունեցել, այն էլ ոչ մեծ։ Բادرակը բերժու։ Պարկի ախպերս։ Դե այդ տնաշեն, գնա ու ավազի տերերին բացատրի, թե ինչպես ես հաջողացրել այս օրը գցել իրենց ապրանքը։ Դեմից ասեմ, որ շատ չեն էլ լսելու, ասելու են կամ ապրանքս է դուր, կամ գումարը։ Նենց որ պարոն անհայտ, բացի առողջական ծախսերից, նաև ապրանքի ու մեքենայի ծախսը պիտի քաշես։ Չնայած առողջական ծախսերը այս հունվարի 1-ից հետո փոխհատուցվում է։ Էդ էլ մի ուրիշ պատմություն է, կապված պետություն, բուժհաստատություններ, անարդյունավետ համագործակցության հետ։ Բայց դա իմ թեման չի, նենց որ սահուն տեղափոխվենք Կոտայքի մարզ։ Հեսա կարծնեք, թե ինչու են սահմանազատել այս օբյեկտի տարածքը, ինչու են այսքան մարդ ու պարեկներ հավաքվել, ասեմ ժողովուրդ ջան, իրավապանները արագ հասել են Զովունի գյուղի սկզբնամաս, որովհետև հիվանդանոցից տեղեկություն են ստացել, որ շտաբօգնության խումբը այս հատվածից ձախ ոտքի հատվածում հրազենային վնասվածքով մի քաղաքացու է տեղափոխել իրենց մոտ։ Նաև ասել են, որ նա գտնվում է վիրահատարանում ու վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
առաջ ընկնելով ասեմ, որ ի դժբախտություն կրակողի բժիշկներին հաջողվում է փրկել վիրավորի կյանքը, բայց գործը միայն կրակոցով չի ավարտվել։ Նախքան կրակելը Ստահակը այս խուճուճ անվանումով մեքենայով բախվել է Նիսանին, հետո առաջ ընթացել, կանգնեցրել մեքենան, դուրս եկել եւ իր մոտ պահվող հրազենից 30-ից 40 մետր հեռավորությունից կրակոց է արձակել Զոյի ուղղությամբ։ Հետո մեքենան թողնելով դեպքի վայրում դիմել է փախուստի։ Ոստիկանները հայտնաբերել են օպերատիվ տվյալներով կրակոց արձակող կասկածյալին, ում վերման են ենթարկել։ Այ կասկածյալ, դու գիտես ինչու միայն պիտի փտես բերդում, որովհետև 30-40 մետրից կրակել ես մեկի վրա, ում կողքը այնքան շատ մարդիկ են եղել, հիմա ես չեմ դու ես, բայց եթե հանկարծ պատահական անցորդ տուժեր, դա էր ճիշտը, կամ ով ասեց, որ դու ճշմարտության վերջին ինստանցիան ես ու դու պետքա իրականացնես արդարադատությունը։ Սրա նմանների դատավարությունը պիտի ցուցադրական լինի, իսկ խիստ պատժաչափը օրինակ, բոլոր նրանց համար, ովքեր որոշում են ինքնուրույն արդարադատություն իրականացնել։ Կարող եք հիշել, թե քանի անգամ եմ ասել, որտեղ ռուսական կամ խորհրդային արտադրության մեքենա, այնտեղ զո։ Սա արդեն ոչ թե թեորեմա է, այլ աքսիոմ։ Չհարցնեք, թե որտեղից գիտեմ մաթեմատիկական այդ թեզիս տերմինները, բա գիտեք դուք եք մենակ Պյութագորասին ու Արքիմեդին ուսումնասիրել։ Այո, ռուսական, էլուր մնաց խորհրդային արտադրության մեքենաները չունեն անվտանգության պատշաճ համակարգ, հետևաբար դրանց շահագործումը բավականին վտանգավոր է առողջության համար։ Ներկայացվող պատմությունը դրա ապացույցն է։ Կանաստեղը չես կարող կանգնել։ Վթարից հետո նոր բերի աղու ավազն։ Մտեսքի չի եղել։ Այո, ժողովուրդ ջան, տեղի ճանշինը անգործության մատնված եղել ու արդեն կարծես ավանդույթ դարձած լինի, որ ճանապարհները մաքրում են հենց նման դեպքերից հետո։ Երևի նաև իրենց ալիբին են ստեղծում, որ երբ նկարահանեմ վթարը, երևա թե իբր ճանապարհը մաքրացա, ստեղ են ասում։ Եկել սատանու մայլում քանդրբազությամբ եք զբաղվում։ Նենց փաստի առաջ կկանգնեցնեմ, որ չեք էլ պատկերացնում։ Իսկ գիտեք, թե ձեր անգործությունը այս դեպքում ինչ հետևանք ունեցավ։ Անիվները երկու մեքենաներ զիմլիա։ Վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացավ, երկու վիրավորներից մեկին տեղափոխեցին ապարան, մյուսին ծաղկովիտ բժշկական կենտրոններ։ Մահացածը վարորդներից մեկի մայրն է։ Հիմա ոնց է տղեն ապրելու այդ մեղքով։ Գիտեմ, որ իր մեղքը չի, ճանշինինն է։ Դու արեսան թոփիկարա։ Հա գիտեմ, արեսան ապրում եմ։ Էս էլ Երևան Մարգարա Վանաձոր Տաշիր ճանապարհն է, կեսգիշերին մոտ։ Ակամա մտաբերեցի այն հայտնի ֆիլմը, երբ անձրևը մաքրում է հետքերը։ Ճիշտ է, այս դեպքում անձրև չէր, այլ ձյուն էր, այդուհանդերձ շատ հետքեր կար մաքրելու։ Ահազանգողը նշում էր, թե Շամշան, Կարաս, Շութասի, Օպելի ու Ջակի վթարի հետևանքով վիրավորներից մեկի վիճակը հեչ լավ չի։ Դե արի ու 70 կիլոմետրը արագ հասի։ Էն էլ եղանակային նման պայմաններում։ Միզո մի վիրավոր։ Որ հիվանդանոց ապարան են, չէ՞ տարի։ Ձնից բացի մանիպուլատորն էլ պետք է մաքրեր հետքերը։ Ահազանգողը իրավացի էր։ Տեղում էլ պարեկները ասեցին, որ վիրավորներից մեկի վիճակը հեչ լավ չէր, ու դա հասկանալի է։ Եթե իրար են բախվում Բեռնատարն ու Օպելը, ուրիշ էլ ինչ կարելի էր ակնկալել։ Իդեպ չեմ զարմանա, եթե Բեռնատարի վարորդը նկատած չլինի Օպելին, քանի որ եղանակային պայմանները չափազանց վատ էին, բայց դա կապ չունի։ Ինչպես արդեն ասել եմ, նման դեպքերում հիմնական մեղավոր է համարվում հետևից ընթացող մեքենան։ Իսկ դեպքի վայրում վարկածներից մեկը այն էր, որ բախումը եղել է հետևի հատվածից։ Մանիպուլատորով էսի պետք, բայց գոնե դզենք ճամփեն բացվի։ Ճամփեն փակի դրեի։ Միշտ տարածքը սահմանազատել են պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության ապարանի բաժին, որ վիրավորներից մեկը պիտակցության չգալով մահացել է։
Էլ ավելի ընկշվեցինք, երբ պարզեցինք, որ մահացածը վարորդներից մեկի մայրն է։ Կարծես դեժավյու լինի, շատ ափսոս։ Հել։ Սակայն ամենադաժան վիճակագրությունը դեռ առջևում էր, երբ ազանգի հետքերով գնում էի Ալաշկերտ Արմավիր ավտոճանապարհ։ Չէի պատկերացնում, թե ինչ եմ տեսնելու եւ լսելու։ Չէի պատկերացնում, որովհետեւ այդ անգամվա ազանգողը փաստորեն բավականին զուսպ էր։ Ընդամենը ասեց, որ Nissan ու Ford են իրար բախվել։ Ձայնի ելևեջներում իհարկե ինչ-որ բան նկատեցի, բայց չէի պատկերացնում, որ խոսքը երկու մարդու կյանք խլած վթարի մասին է։ Էլի վիրավոր կա։ Երկու հոգի շարել են։ Մարդը խոդեի տակտավի բան արալ։ Դա պաշտալակներ են ցավոք։ Մոտորն լապ ուկվե։ Եթե վատոտեղը դեպքեր կրիկ պարիքների։ Երբ հասա դեպքի վայր, ահա այսպիսի պատկեր արձանագրեցի. վազվզող իրավապահներ, քաղաքացիներ, շտաբօգնության ու պարեկային մեքենաների ձայնային ու լույսային փարոսիկներ։ Մի խոսքով, ամեն ինչ հուշում էր, որ այստեղ կար ժամանակ առաջ շատ վատ բան ա տեղի ունեցել։ Դե ես ճմրթված մեքենաներին նայելով էլ ամեն ինչ պարզ էր։ Ավելի ստույգ հետևանքների առումով էր ամեն ինչ պարզ, այլ ոչ թե պատճառների։ Մեքենաները նենց վնասվածքներ են ստացել, որ հասկանալի չէր, ով որտեղից եւ ինչպես է երթևեկել։ Կոտրած է նաեւ հետևի ապակին։ Վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել էր։ Եվս երկուսին նախքան իմ հասնելը տեղափոխել էին հիվանդանոց, սակայն կար ժամանակ անց հիվանդանոցից ազանք ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, այսինքն երկու զո ու պարզ չէ, թե ում մեղքով, համենայն դեպս իմ համար, որովհետև հենց զոյերի փաստը հաշվի առնելով չեմ ուզում կիսվել հավաքվածների վարկածներով, զգույշ եղեք ճանապարհներին, մի հարստացրեք դժբախտ պատահարների առանց այն էլ հարուստ վիճակագրությունը։ Եվ վերջում հանրությունը ցնցած աչափնյակի կրակոցների մասին։ Քանի որ մանրամասներին արդեն ծանոթ եք, անդրադառնամ խնդրի բարոյական կողմին։ Իրոք ճիշտ է ասում Վահե Ղազարյանը, որ հանցավոր տարերի ձեռքերը արձակվել են, ու արձակվել են ոչ միայն իրավապահների, չի ասի անգործության, բայց ոչ արդյունավետ աշխատանքի, այլև երկրում ստեղծված բարոյահոգեբանական վատ մթնոլորտի հետևանքով։ Այն մարդ, այդ որտեղ է գրված, որ օրը ցերեկով, երբ դրսում լիքը երեխաներ կան, բոլորի աչքի առաջ հանես ինքնաձիգն ու ատրճանակը ու սկսես անկանոն կրակոցներ արձակել։ Դուք լրիվ ցնդել եք։ Գոնե պատկերացնում եք, որ ձեր արձակած կրակոցներից հնարավոր է փամփուշտներից մեկը պատահական մարդու կյանք խլեր։ Կրակոցի հետքին ասանք սա։ Մի քանի տեսակ զենք օգտագործել։ Երևի արդեն հոգնել եք լսելուց, որ մոտ 2 տասնյակ մարդկանց միջև կրակոցների հետևանքով մեկ հոգի զոհվել էր, եւս 9 վիրավորվել։ Նրանցից 6-ին վիրահատել են ու կարծես կյանքներին վտանգ չի սպառնում։ Թե ինչն է եղել կռվի պատճառը, խելքին մոտ մի քանի վարկած կա։ Մեկը ասում է կնոջ պատճառով էր, մյուսը թե պարկ են եղել, չեն տվել, մի խոսքով, բայց նաեւ վստահ եմ, որ իրավապահները արդեն գիտեն իրական պատճառը։ Ինչու՞։ Որովհետև ձերբակալվածները հաստատ սկսել են երգել, այդ իրար մեջ է, որ այռուց են կտրում, ընկնում են ոստիկանություն, դառնում են կուրկուրի ձակ։ Չէ, նկատում եմ նույն կողմից։ Հա, նույն կողմից։ Հա,
քիչ էր մնում մոռանալ։ Այս կատարվածի պատճառներից մեկն էլ այն է, որ քրեակատարողական հիմնարկներում նման թամաշաների հեղինակներից այլևս այսպես ասած սպրոշ չեն անում, թե դու քանի գլխանի ես, որ հանրային վայրում կրակում ես, բա որ քոր գյուլեն անմեղ մարդու կպներ, ինչա, չգիտես, որ դրա համար առանձին տեղեր կան։ Կարող է հիմա ինձ մեղադրեք քրեական բարքերը գովազդելու մեջ, բայց հավատացեք, որ սրանց նման անուղեղներին հենց այդ չգրված կանոններն են ավելի շատ վախեցնում, ինչպես ասում են, աշխարհ կանգնիր, իշխնող կա։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք մարտի 1-ին ժամը 22-ին։ Աստված պահապան, հայազգին։